Ապրիլ 15-ին Գյումրու նորընտիր ավականին միաձայն քվեարկեց եւ քաղաքի ղեկավարումը հանձնեց Վարդան Ղուկասյանին, վերջինս էլ այսօր երթմնակալությամբ հանձնեց քաղաքի պաշտոնապես ղեկավարումը։ Նշենք, որ նիստը շարունակում է բոյկոտել քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նաեւ նիստին ներկա չէր մեր քաղաքը խմբակցությունը։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Քաղաքի ղեկավարի երթմնակալությանը ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդը։ Միքայել arczepiskopos Հաճապայանը նորընտիր համայնքապետի թիմակիցներին հորդորեց չշողոքորթել, իսկ բացակաուժերին չխանգարել քաղաքի ղեկավարմանը։ Քիչ գովեք, պարոն քաղաքապետին։ Քիչ շողոքորթեք, շողոքորթներ կան, քիչ քծնեք։ Մի ասեք, դու թակավոր ես, թակավոր կմնաս։ Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, ընդդիմությունն են նրա համար, որպեսզի այլընտրանքային մի բան առաջարկեն եւ այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն եւ նաեւ պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Ռուբեն Մխիթարյանն էլ Իմ հզոր համայնք խմբակցության անունից ծրագրերն իրականացնելու կամք եւ երիտասարդներին արժանի քաղաք մաղթեց։ Մեր քաղաքապետին մաղթեմ մոտակա աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն այն բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, մեր Գյումրիի երիտասարդներին ցանկանում եմ, որ այս տարիների ընթացքում իրենք զգան, որ ապրում են ժամանակակից ու զարգացող քաղաքում։ Նույն թեմայի շուրջ էր նաև Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի ելույթը, բայց Սիմոնյանն անդրադարձավ նաև Սարիկ Մինասյանի վերջին օրերին կատարած հայտարարությանը, թե տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժեր են միմյանց միացել եւ կառավարման ճգնաժամ է սպասվում։ Մանավանդ չեն հայտարարել, որ պատրաստվում են կիսել պատասխանատվությունը, կոալիցիա չեն կազմում։ 2021 թվականից է քաղաքի ճգնաժամը առաջ եկել, երբ որ ամբողջ քաղաքի առաջ դաշինք կազմելով, հուշագիր ստորագրելով Բալասանյան դաշինքի հետ տաբալեցիք քաղաքի կառավարումը։ Գյումրեցիք ասում են, ով իրեն սխալ է պահում, շողուլից կգնի, ու մենք իրան կզգաստացնենք, որ չի կարելի շողուլից ընկնել։ Մեր նիստերի ընթացքում արդյոք շողուլից չի ընկել, որովհետև արդեն երկրորդ նիստն է, ինչ տեսնում ենք, որ բոյկոտ է։ Գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոդ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ Վարդան Ղուկասյանը ճեպազրույցի ժամանակ կրկին հիշեցրեց, որ երկուշաբթի աշխատանքային առաջին օրը կսկսի կադրային փոփոխությամբ։ Երթմնակալությունը մեկնարկեց աղոթքով եւ ավարտվեց Գյումրու օրհներգով։ Հրաչ Սահակյան, Խան Հովանեսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Հարյուրից ավելի գործարարներ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ Դիլիջանում քննարկում են Հայաստանում բիզնես միջավայրի հնարավորություններն ու խնդիրները։ Հանրապետության նախագահը վստահ է, երկրում տնտեսությունը զարգանում է, եթե կա պայքար կոռուպցիայի դեմ։ 18 թվականի տնտեսական հաջողությունները հենց հիմնականում պայմանավորված են կոռուպցիայի դեմ պայքարով։ Դուք կարող եք այլ գործոններ ասել, բայց ես գնահատում եմ, որ հենց այդ խնդիրն էր, որ օգնեց բացահայտել այն պոտենցիալը, որ կա մեր տնտեսության մեջ եւ հնարավորություն տար գործարար շրջանակներին դրսեւորել իրենց։ Գործարար համաժողովին ներկա են խոշոր գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ դեղագործություն, շինարարությունից մինչև հեռահաղորդակցություն ու բարձր տեխնոլոգիաներ։ Հանդիպման նախաձեռնողը հանրապետության վարչապետն է։ Նպատակը արդյունավետ քննարկումներով բացահայտել տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Պիտի ուղիղ եւ միանգամից ասեմ, որ այս քննարկումը ինձ համար
հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին կառավարությունը եւ մասնավոր հատվածը սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է եւ ամեն անգամ ես սա ասելիս ավելի համոզված եմ ասում, որովհետեւ տնտեսական զարգացումը եւ նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու։ Հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան այստեղ եւ որ խնդիրներն են, որ լուծվել են։ Գործադիրի ղեկավարի ակնկալիքներից են այս համաժողովից առանց փոխկապ հանդիպման պանելային քննարկումներով հարց-պատասխանով ընդմիջումների ժամանակ մասնավոր հատվածի ներկայացուցիչները որոշում կայացնողների հետ ուղիղ շփումների հնարավորություն ունեցան։ Ստացվեց անկաշկան երկխոսություն, բիզնեսը հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու կարևորագույն խնդիրներ, իսկ հանրային իշխանությունը հնարավորություն ունեցավ առաջին դեմքով լսել բարձրաձայնված խնդիրները եւ դրանից կատարել հետևություններ։ Կարծում եմ, որ նման պլատֆորմներ ստեղծելը մասնավոր եւ կառավարության համագործակցությունը խթանելու համար շատ կարեւոր է։ Մենք որպես մեծ multinational կամպանիա սերտ համագործակցում ենք կառավարության հետ, նախարարությունների հետ, որտեղ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ կառավարությունն էլ իրական պատկերը իմանա։ Խնդիրը, որի մասին մենք ուզեինք խոսել, դա այն մասնավոր հատված, պետական հատված կառավարման օղակներ կոմունիկացիայի մասին է։ Փոքր բայց փոփոխություն կա, որ մարդիկ արդեն նշում են կրթությունը որպես իրենց հաջողություն հասնելու հիմնական պայմաններից մեկը։ Վաղուց ՏՀՏ-ն կամ բարձր տեխնոլոգիաները բոլոր չեն։ Նրանք գործիք են ամբողջ տնտեսության համար։ Կառավարությունը մասնավոր հատվածի համար տարաբնույթ աջակցության ծրագրեր ունի, սուբսիդավորվող վարկեր, հումքի, սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություններ, դրամաշնորհներ, կրթական աջակցության ծրագրեր։ Տնտեսության հզորացման համար կարևոր է արտադրողականության բարձրացումը, այդ իմաստով գործարարների կողմից խիստ պահանջված է լիզինգի գործիքը։ Միայն 2022 թվականի մարտ ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը, այսինքն ժամանակահատված, երբ որ արտադրողականությունը 8.2-ից դարձել է 10.3, այսինքն 4.1 դոլարով ավելացել է մեր արտադրողականությունը, այդ ժամանակահատվածում պետությունը մասնավոր հատվածի հետ այդ արտադրողականության խթանման ծրագրի միջոցով 1 միլիարդ դոլարի մասնավոր հատվածը մեքենա սարքավորումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ է ձեռք բերել։ Այս ձևաչափով հանդիպումների ընթացքում կառավարությունը փորձում է հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունը, հենց գործարար համայնքից ստացված հետադարձ կապով լրամշակել կամ փոփոխել աջակցության ծրագրերը, անհրաժեշտության դեպքում սկսել օրինագծերի մշակում։ Ապրիլի 19-ը հայկական տոնացույցում նշվում է որպես հարկ վճարողի օր։ 2021 թվականին ազգային ժողովն ընդունեց հարկային օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, ըստ որի օրն ամրագրվեց իբրև տոնական։ Առանց հարկերի պետություն չի կարող գոյություն ունենալ։ Դա ուղղակի անհրաժեշտություն է, ոնց մարդուն ապրելու համար թթվածին է պետք, այնպես էլ պետությանը հարկային եկամուտներ են պետք։ Կարևոր է նաև այդ միջոցների օգտագործողների հանրային հաշվետվողականությունն ու պատասխանատվությունը, որպեսզի նաև հարկ վճարողները զգան, որ իրենք ապրում են հենց այդ երջանկությունը, ապրում են այդ վստահությունը, որ իրենց վճարած յուրաքանչյուր միավորը ծառայում է հանրությանը, պետությանը, այն ապագային, որտեղ պետք է իրենք գործունեություն ծավալեն, իրենց զավակները։ Ես կարծում եմ այս օրը պետք է շատ ավելի մեծ տոնով նշվի եւ իրազեկման ակցիաներ արվեն, որպեսզի ժողովուրդը իմանա, որ այսօրը հարկ վճարողի օրն է եւ այսօրը հենց իր օրն է, որովհետեւ առանց հարկ վճարողի պետության գոյությունը անհնար է դառնում։ Կարևոր է երկրի եկամուտը երկրի ծախսերը ով պիտի պակի, եթե ժողովուրդը հարկ չի տա։ Եթե երկիրը բնական հարստություններ չունի, պետք է ժողովրդի հարկով հարստանա եւ Բաշտոնյաներուն ամսականները դա երկիրը զարգացնե եւ այլն եւ այլն։ Հարկերի հաշվին է պետությունը առաջ գնում։ Ամբողջ աշխարհում է ընդունված։ Բոլոր զարգացած երկրներում էլ հիմնականում բյուջեն ձևավորվում է հարկերի վճարումից։ Գտնում եմ, որ դա ճիշտ է, եթե ռեալ է եւ օբյեկտիվ եւ եթե տնտեսվարողի շահերին չի խփում։ Եթե հարկեր չհավաքեն ուրիշ ինչ-որ միջոց եղանակ կա,
պետությանը հարստացնելու կամ հարկերն է կամ դուրքերն է ուրիշ կամ էլ միջազգային ինչ-որ վարկերն են, որ մեր համար իհարկե այդքան էլ ցանկալի չի։ Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը։ Հարկերն ուղղվում են երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը, կրթության և գիտության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և այլ առանցքային ոլորտներում պետական նախագծերի իրագործմանը։ Հետևաբար երկրի առաջընթացը և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը պայմանավորված է հարկային եկամուտների հավաքագրումից և ապահովումից։ Նույն զինվորական պարտականությունն է, գիտակցումը խորացնելու, բարձրացնելու, ավելի արմատական դարձնելու համար չափազանց կարևոր է հանրային իշխանության մեջ գտնվող անձանց պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը։ Պետությունը պիտի նախ հասկանալի լեզվով խոսի, ինչու համար է հենց այդ ուղղություններով ծախսում եւ ինչպես է ծախսում, այսինքն այդ ինչքանով է հիմնավորված, ինչքանով է թափանցիկ, որպեսզի հարցերը հնարավորինս քիչ լինեն։ Իհարկե մենք դա փորձում ենք անել։ Գիտակցությունը ադիգա ժամանակ կուզե, որովհետեւ դուք շրջան կանցնիկոր սովետական շրջանը մինչեւ ազատ երկրի շրջանը ադի ժամանակ կուզե մինչեւ սերունդներ պետք է փոխվին, որ կամաց ընդունվի ասպանը։ Եվ ադիգա, այսինքն եւ դպրոցներու մեջ պետք է սորվեցնեն եւ համալսարաններու մեջ։ Պետք է հասկանա այդ հարկերը ուր են գնում, ճիշտ են գնում, ոչ թե բյուրոկրատիայի պահելու համար միայն այդ հարկերը։ Իսկ արդյոք դա պետք է բացատրել ժողովրդին։ Մանկապարտեզից պետք է արդեն մարդկանց կրթեն այտենց, որ ցանկացած մարդ հասկանա, որ եթե ուզում է ունենա նորմալ երկիր, դե հարկ վճարի, որովհետեւ այդ հարկերից կախված է ամեն ինչ, երկրի մասով, թե թոշակառուների մասով, չգիտեմ, բանակի մասով ամեն ինչ։ Ժողովուրդն ինքն էլ պետք է հասունանա դրա համար։ Երբ որ հասկանա, որ իրոք իր հարկային վճարումներից է գոյանալու երկրի տնտեսության եւ ռազմական եւ արդյունաբերական զարգացումը, հետեւաբար դա ավելի շատ կախված է մեզանից։ Ժամանակ է պետք ուղղակի դրա համար, որ հասկանան, որ պետությունը իրենք են, ոչ թե ինչ-որ առանցին մասը, մենք ենք պետությունը։ Դա համար պետք է բոլորը հարկեր մուծեն։ Առաջնայինը խոշորը պետք է մուծի, որ բոլորը տենան, որ խոշորը մուծում է, չի թաքցնում, այ որ տեսանել եղավ, թափանցիկ եղավ, արդեն ամբողջ բնակչությունը կսկսի հարկերը մուծել։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով եւ վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով ներդրում ունենում երկրի հզորացման չափազանց կարևոր գործում։ Երեք օր առաջ այս վիրահատարանում իրականացվում էր բացառիկ վիրահատություն։ Պացիենտի մոտ ախտորոշվել էր աորտայի արմատի պատռում դեպի աջ նախասիրտ։ Սա իսկապես ամբողջ աշխարհում շատ հազվադեպ դրվող ախտորոշումներից է ու բացառիկ վիրահատություն Հայաստանում։ Պատրվազքի տեսակը շատ սպეციფიկ տեսակ է, տեղը շատ սպეციფიկ էր։ Աորտան պատրվելով հոսքը ներհրվում էր դեպի ձախ աջ նախասիրտ եւ նաեւ վտանգելով տեյքոսի փականը։ Այն բարդագույն դեպքերից էր, որ հեշտ չէր նույնիսկ ճշգրիտ ախտորոշում դնելը։ Աորտայի արմատի թե միջփորոքային պատրվածք էր։ Կողմնորոշվեցին, որ գործունենք աորտայի արմատի պատրվածք էր եւ շտապողականություն դրվեց հարցի մեջ եւ մենք շտապ մտանք վիրահատարան։ Հաստեցինք, որ դա այդպես է, աորտայի ոչ կորոնար սինուսը պատրված է արմատի եւ արյունը հոսքով հրվում է դեպի աջ նախասիրտ։ Ցանկացած վարքյան պատրվածքը կարող էր մեծանալ եւ ելքն անդառնալի լինել։ Խիստ ռիսկային վիրահատությունը 44-ամյա պացիենտի կյանքը փրկելու միակ հնարավորությունն էր։ Նորքմայր բժշկական կենտրոնի ամբողջ սրտաբանական թիմը նպատակաուղղված եղել այդ առումով եւ բազմաթիվ մասնագետներ են ընդգրկվել այդ ախտորոշման համար, որտեղ ինքը իր տեսակով առհասարակ արտարոց խնդիր է։ Ձի ասին շատ ռիսկային է, ես էլ ասի ասված ունենք հարկասում, այսքան եկի հասել ենք, անենք, ասու կամպնա գորոշի, ոնց կլինի, ոնց ուզում է թող լինի։ Արխային արեք, ոչ մի խնդիր չի լինի։ Բարդագույն ու թանկարժեք վիրահատությունն իրականացվել է պետական պատվերի շրջանակներում։ Աորտայի շերտազատման դեպքում շուրջ 2 տարի է պետական պատվերով պացիենտի համար ամբողջովին անվճար է արվում վիրահատությունը։ Կախված վիրահատության բարդությունից հատկացվում է 3.5 միլիոնից մինչև 6 միլիոն դրամ։
Աորտայի շերտազատումը կամ պատրվազքը պետական հոգացության տակ առնելը առողջապահական համակարգի համար շատ լուրջ եւ կարեւոր քայլ է։ Այն ժամանակը, որ կորցվել է ֆինանսական հայթայթումների վրա, կազմակերպչական հարցերի վրա, դրանք հիվանդի կյանքի համար շատ կարևոր ժամանակահատվածներ են եղել։ Եվ սա իրականություն է դարձել մեզանից յուրաքանչյուրի վճարած հարկերի շնորհիվ։ Ամեն տարի պետական պատվերի շրջանակն ընդլայնվում է։ Միայն 2024 թվականին պետպատվերի շրջանակներում աորտայի շերտազատման 82 ծառայություն է մատուցվել, հատկացվել է 240 միլիոն դրամ։ Ծրագրի ներդրումից ի վեր մատուցվել է 168 ծառայություն, հատկացվել է շուրջ 510 միլիոն դրամ։ 50-ից ավելի միջոցառումներ, ճանաչողական այցեր, բազմաթիվ ցուցադրություններ։ Ապրիլի 18-ին հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան ընթառաջ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է հուշարձանների պահպանության խթանման ուղղված միջոցառումներ։ Դպրոցների հետ մարզերում կազմակերպվում են մաքրման աշխատանքներ հուշարձանների, քայլարշավներ, կրթական բնույթի տարբեր ծրագրեր։ Միջոցառումներ են կազմակերպելու նաև պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնն ու պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ Միջոցառումները մեզ մոտ մեկնարկել են այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում այս պահին ընթանում է կլոր սեղան քննարկում հուշարձանների խնդիրներին առնչվող եւ զուգահեռաբար բացվում է կարճաժամկետ մեկ շաբաթյա ուրեմն ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են վերջին 1-2 տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները։ Օրվան ընթառաջ կարևոր է բարձրաձայնել նաև ոլորտում առկա հիմնախնդիրների մասին, ասում են պատասխանատուններն ընդգծում, իրենց անելիքների ցանկում գլխավորը հուշարձանների վերականգնման աշխատանքներն են։ Ընդհանուր առմամբ կարող եմ նշել, որ 20 հուշարձանի վերականգնման աշխատանքներ կան։ Նախորդ տարի իրականացվել են 15, որոնցից 3-ը ավարտվել են, 12-ը շարունակական են։ 2024-ի համեմատ 2025 թվականին գրեթե կրկնակի ավելացել է հուշարձանների պահպանության ֆինանսավորումը։ Նախորդ տարի այն կազմել է 800 միլիոն դրամ։ 1 միլիարդ 770-ից ավելի միլիոն դրամ է այս տարի հատկացված հուշարձանների վերականգնման տողով, որը կծախսվի, ինչպես արդեն նշեցի, 20 հուշարձանների վերականգնման համար եւ 10-ից ավելի նախագծերի իրականացման, այդ թվում նաեւ 3 խոշոր պեղումներ, որոնք նաեւ մեր գործընկեր կազմակերպություններն են իրականացնելու։ Բայց հուշարձանների պահպանությունը դժվար է միայն պետական ռեսուրսներով ապահովել։ Անհրաժեշտ է նաև պահպանության գործում հանրության ակտիվ ներգրավվածությունը, երբեմն սակայն հուշարձանները ոչ թե պահպանվում, այլ վանդալիզմի են ենթարկվում։ 2024 թվականին ունեցել ենք 93 իրավախախտման դեպքեր, 10-ի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, ունենք նաև գանձափոխություններ, ապօրինի շինարարություններ, 25 թվականի ամփոփելով առաջի եռամսյակը ունեցել են 21 իրավախախտման դեպք, 8-ի վերաբերյալ կա արդեն իսկ հարուցված քրեական գործ։ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները կամփոփվեն ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում քայլարշավով, Հովհաննես Թումանյանի տուն թանգարանից մինչև Բարսաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիր։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Բաքվում մասնակցել է Աֆղանստան տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն եւ զարգացում համաժողովին։ Այցի շրջանակում Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Ադրբեջանի արտաքին հետախուզության եւ պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաեւ հետախուզական այլ կառույցների ղեկավարների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների ուղղությամբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև գործակցությունը դինամիկ զարգանում է։ Կրում է կառուցողական, փոխշահավետ եւ վստահելի բնույթ, ինչպես նաեւ ուղղված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մեկ անգամ արդեն թույլ չեմ տվել, որ դա տեղի ունենա։ Նրանք փող չունեին ահաբեկչական կազմակերպությունների վրա ծախսելու համար, սակայն Բայդենը չեղարկեց պատժամիջոցները։ Եթե Իրանը միջուկային զենք ունենա, բոլորիդ մեծ վտանգ կսպառնա, դիմել է ԱՄՆ նախագահը ներկաներին։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, ցանկանում է, որ Իրանը լինի մեծ եւ բարգավաճ երկիր։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է ռուս-ուկրաինական
կարգավորմանը նախազգուշացրել, եթե Մոսկվան կամ Կիևն ինչ-ինչ պատճառներով խոչընդոտներ ստեղծեն, Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից։ Հուսով եմ նման բան անելու կարիք չի լինի եւ պատերազմը հնարավոր կլինի դադարեցնել, նշել է Թրամփը։ Նա հավելել է, երկու կողմից էլ պատրաստակամություն է տեսնում հասնելու այդ նպատակին։ Լրագրողի հարցին արդյոք Վլադիմիր Պուտինը խաղում է իր հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. ոչ ոք ինձ հետ չի խաղում, ես փորձում եմ օգնել, սա Բայդենի պատերազմներ, ընդգծել է Թրամփը։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական բանակցություններում այժմ կրիտիկական պահ է։ ԱՄՆ նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Սպիտակ տան հաղորդագրության համաձայն Դոնալդ Թրամփը եւ Քիր Սթարմերը քննարկել են երկկողմ առևտուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունները եւ Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր։ Ուկրաինայում պատերազմը քննարկել են նաեւ ԱՄՆ պետքարտուղարը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկո Ռուբիոն Մարկ Ռյուտեին տեղեկացրել է հակամարտության կարգավորման առաջարկների մասին, որոնք Վաշինգտոնն ավելի վաղ ներկայացրել էր Կիևին եւ Մոսկվային։ Նախագահ Թրամփը եւ Միացյալ Նահանգները հուսով են, որ առաջարկը կընդունվի եւ Ուկրաինայում կայուն խաղաղություն կհաստատվի, նշել է Ռուբիոն առանց մանրամասնելու ինչ առաջարկի մասին է խոսքը։ Պետքարտուղարը կրկնել է Թրամփի խոսքերը, եթե շուտով խաղաղության հեռանկար չնշմարվի, Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդական ջանքերից։ Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա։ ԶԼՄ-ների տվյալով նա սահմանը հատել է Հորդանանի տարածքով։ Սիրիական սանագործակալությունը հայտնել է, որ Դամասկոսի ժողովրդական պալատում Աբասի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարան եւ արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողները կստանան պետական աջակցություն 3 ուղղություններով՝ աշխատանքային միգրանտներ ներգրավելիս, նոր կադրեր ընդունելիս եւ մասնագիտական վերապատրաստումներ անցկացնելիս։ Այս ընթացքում մենք ուրեմն մշակել ենք հարթակ, որը մինչև ապրիլի 21-ը մենք կհրապարակենք։ Ապրիլի 21-ից մինչև մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածը տնտեսվարող սուբյեկտները, ընկերությունների տնօրենները կամ նրանց կողմից լիազորված անձինք, որոնք ԲՊՌ-ում գրանցված են, ԵՍՄ համակարգի միջոցով կնույնականացվեն եւ այս հարթակի միջոցով կդիմեն ընդամենը մեկ կոճակ սեղմելով կդիմեն այդ հարթակին պետական աջակցության ծրագրերից օգտվելու։ Աշխատանքային միգրանտ ներգրաված տնտեսվարողը կարող է ստանալ այդ աշխատակցի համար հաշվարկված եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Հունվարի 1-ից սկսած, բայց տարածվում է նաև այն աշխատանքային միգրանտների վրա, որոնք 2022 թվականի մարտի 1-ից տեղափոխվել են Հայաստան ու ներգրաված են այս ոլորտում։ Սա արվել է նաև այն պատճառով, որ 2022 թվականի մարտի 1-ից սկսած մեծ հոսք ենք ունեցել հենց տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ միգրանտների եւ տարբեր ծրագրերով մենք փորձել ենք այդ ներուժը պահել Հայաստանում։ Աջակցությունը կտրվի յուրաքանչյուր երամսյակի ավարտին, հուլիսից համակարգը կդառնա ինքնաշխատ։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այլևս չեն ստուգի դիմումները, ինչն էլ կարագացնի գործընթացը։ Աշխատանքային միգրանտ ներգրավելիս ընկերությունը կարող է դիմել թե առաջին, թե երկրորդ ուղղությամբ աջակցության համար։ Աշխատանքային միգրանտը եկել է եւ հունվարից աշխատում ամիս 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանում։ Իրաց դեպքում էլ է 20% եկամտային հարկը։ 20% 600,000 եկամտային հարկ է վճարել 3 ամսվա ընթացքում։ Մենք հիմա եկամտային 600,000 դրամը 360,000 դրամը այս աջակցության առաջին մասով վերադարձնում ենք դիմելու դեպքում։ Շարունակություն չեմ կարող հասկանալ։ Երկու հատ ենք վճարում։ Երկու հատ ենք վճարում, երկու հատ ինչ ենք վճարում։ Եկամտահարկի 60%-ի չափով գումար։ Այսինքն, եթե 600,000 եկամտային հարկ է վճարել, 720,000 դրամ իրան վերադարձնում ենք։ 2026 թվականի հունվարի 1-ից այս կարգավորումը փոխվելու է։ Աջակցությունը տրվելու է ոչ թե միգրանտ ներգրաված ընկերությանը, այլ հենց աշխատակցին, որը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մխիթար Հայրապետյանը կառավարության անդամներին ներկայացրեց նաև հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին զեկույցը։ Այս նախաձեռնությունը բխում է նրանից, որ դեռևս 2020 թվականին ընդունվեց նոր օրենք ուրեմն լեսալսողական մեդիայի մասին,
որը պարտադրում էր արդեն իմպերատիվ կերպով հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքներին առնվազն 20%-ը եթերի ապահովել հանրօգուտ կոնտենտով։ Սա ասելով բնականաբար մենք նախ եւ առաջ նկատի ունենք նաեւ հաշվի առնելով միջազգային փորձը կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը կամ չի կարողանում կոմերցիոն ուրեմն գործիքներից օգտվելով գումար գեներացնել կամ շատ բարդ է։ Այս հիմնադրամը կաջակցի հանրային մուլտիպլեքսի տարածքում ուսուցողական բովանդակության ստեղծմանը, քանի որ այս տեսակ կոնտենտն այնքան էլ գրավիչ չէ վաճառքի տեսանկյունից։ Նախարար Հայրապետյանը հույս հայտնեց, որ հիմնադրամի տված դրամաշնորհները կկարողանան փոխել եթերի որակը։ Իսկ մենք որևէ ձևով հետաքրքրվելու ենք կամ մեզ համար նշանակություն կամ հիմնադրամի համար նշանակություն ունենալու է այդ կոնտենտը նայող կա թե չկա։ Բնականաբար այո, իհարկե սա կանոնադրությամբ ֆիքսված չէ, այլ խորհուրդն է, որ պետք է սրանք ընդհանցակարգային հարցեր են, որ հիմնադրամի խորհուրդը պետք է հաստատի, սահմանի, սակայն մյուս կողմից շատ կարևոր արձանագրում կա, որ ընդհանրապես աշխարհում երբ մենք խոսում ենք հանրօգուտ կոնտենտի մասին, այդտեղ առաջնայինը ռեյտինգը չէ, որովհետև որպես կանոն հանրության համար, պետության համար չափազանց կարևոր է ոչ թե դուրս գալ պոպուլյարությունից ելնելով, օրինակ տարատեսակ սերիալներ, որ կարող են միլիոնավոր դիտումներ ունենալ, այլ պետական նարատիվների տեսանկյունից պետության համար առաջնահերթ համարվող բովանդակությամբ, թեմատիկ բովանդակությամբ սնուցել հեռուստադիտողին։ Կներեք համաձայն չեմ ձեզ հետ, որ բանի այդ հանրօգուտ դուք նշեցիք գիտական։ Այսօր բանում YouTube-ում գիտական բովանդակությամբ նյութեր կան, միլիոնավոր դիտումներ ունեն։ Վարչապետը պահանջեց կանոնադրության մեջ ներառել նաև դիտողականության պահանջը, որպիսի հեռուստաընկերությունը պարտավորված լինի ստեղծել լսարանի համար հետաքրքիր ու դիտարժան կոնտենտ։ Հիմնադրամը կազմված կլինի հոգաբարձուների խորհրդից, որի կազմը կհաստատի Նիկոլ Փաշինյանը։ Դրամաշնորհներ կտրվեն թե սեփական արտադրության, թե թարգմանված բովանդակության համար։ Ապրիլի 16-ին համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ։ Նույն օրը ժամը 19:30-ին համայնքային ոստիկանները ձերբակալել եւ Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին։ Նրա պայուսակում հայտնաբերվել է մակարով ատրճանակ լիցքավորված 7 փամփուշտով, նաեւ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Ապօյնի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի Պարեկների եւ Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների հետ։ Նրանք ապրիլի 14-ին Մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել եւ Opel Magnishi ավտոմեքենայով հանդերձ Մալաթիայի բաժին են տեղափոխել Նորաճան քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկեցին ձերբակալվածի մեքենան, հայտնաբերելով 20 գրամից ավելի ափիոն տեսակի թմրամիջոց ու ափիոնի եւ քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգվածով 3 ներարկիչ։ Նոր Հաճնի 44-ամյա բնակիչը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։